Լսում ենք սիրով։ Рыбак. Воробьев. Ռուսաստանում ուղղակի հայ ազգանով երեխաներ կային, Ալեքսանդր Բեդելյանի և Սոֆիա Բաղդասարյանի հետ շատ հաճելի է Իրենք ո՞նց ընդունեցին։ շատ էին զարմացել, դեռ բոլորս հետ ես ուզում էի փորձանեի այնտեղ, սենց բոլորը հողոքվում էին իմ առջև լսում էին։ Դու ավարտել ես այնտեղ քո ելույթները։ Այնտեղ ավարտել ես, չէ՞ քո ելույթները, այլ գնալ ես շոուին։ Այնտեղ ավարտել եմ, նաև լավագույնների մեջ ընտրվել, 3 ցույց են տվել նոր տարվա շոու։ Իսկ կբացես տեսնենք ինչ նվեր ես ստացել։ Ինչ ես ներկայացնելու տալանտների շոուին։ Դեռ չգիտեմ, երևի պրոֆեսորս հետ պետք է դեռ մտածեմ, նաև մենահամերգ եմ ունենալու պրոֆեսորս հետ կազմակերպել։ Քանի տարեկան ես։ Ես 10 տարեկան։ 10 տարեկան ես։ Իսկ դու ո՞նց եղավ որ կանոն սկսեցի նվագել։ Ով ունանա։ Մայրիկը շատ էր սիրում ժողովրդական գործիքներ, հատկապես կանոնը, որոշեցինք իմ մանկապարտեզի դաշնակահարուհին մեր դպրոցի ուտահարն է, նրանից հարցրեց, ուզում էր տանել մայրիկս Չայկովսկի կանոնի, ասեց ուսուցչուհին մեր դաշնակահարը մանկապարտեզի, որ Ալեքսանդր Սպենսերյանի համայաշտական մասնագիտական դպրոցում, որտեղ ես հիմա սովորում եմ, մի այնպիսի դասատուկով, որ երբեք մայրիկս չփոշմանի, որ մոտ եմ տարել, գնացի համերգի գալվեցի, դասանեկան համերգ էր սաղմների, ծանոթացվեց 6 տարեկան երևաղ առաջին դասերան էի, կրթական դասվածը,
ծանոթացա ուսուցչուհիս հետ, օրինակ Փարիզի պրոֆեսոր, թուրքություն խնդրեցի կանոնի ձեռնարկում։ Ես այդ ժամանակ չգիտեի կանոնը ինչ է, գիտեի գծագրական կանոնը։ Այսպես շոյեցի, գրիս քաշեցի եւ ճակատագրական գրիս է դա, որոշեցի, որ անպայման պետք է գնամ կանոնի, եթե ստացվի կշարունակեմ անպայման, եթե ոչ, ցավոք սրտի դուրս կգա։ Իսկ նախարարը քեզ կզանգեց հրավիրեց մասնակցելու։ Մարիկս են զանգահարել, հրավիրել, որ պետք է այսօր ասում Որ մեծանասին չես ուզում դառնալ։ ուզում եմ դառնալ հայտնի ուսուցչուհի, կոնսերվատորիան այստեղ կավարտեմ եւ գնամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դասնեմ երեխաներին։ Իսկ չես մնացել։ Կավարտեմ, մի քիչ կմնամ այստեղ էլ դաս կտեմ, բայց ուզում եմ, որ արտասահմանի երեխաներն էին մնալ մեր հայկական։ Իսկ ձմեռ պապիկից ինչ ես ուզել։ Վարվի։ Իսկ կբացես տեսնենք ինչ է քեզ նվիրել նախարարը։ Աթորին դի հագնեմ։ Ես ոնց եմ բացում։ Միգուցե մամային ասում։ Մայի դա։ Մի հատ կօգնես բացել։ Ես կողքից էլ իրեն կողքից։ Հայկական մտադրության արութակ։ Հավանեցի։ Անեցի, Դստել էիր Արմթաբերի մասին։ Գիտես որ պլանշետը կարող ես դեպի նաև երաժշտություն։ Կանոնի հետ միասին նաև մեր պլանշետները կներկայացնես դրսում։ Ուր գնաս հետը կտածնես։ Եսի։ սա էլ պայծ է։ Դա ասա որ Հայաստանում արտադրվում։ Շնորհավոր։